Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին փետրվարի 23-ին ժամը 17-ին Մայրաքաղաքի Հալաբյան փողոցում ձերբակալվեց Դավթաշենի բնակիչ 36-ամյա տղամարդ, իսկ Նորաշենում ձերբակալվեց նույն թաղամասում փաստացի բնակվող 25-ամյա երիտասարդ, երկուսն էլ տեղափոխվեցին վարչություն։ Դավթաշենցու խուզարկության մոխրացած հետքերով կաթուցիչից բացի հայտնաբերվեց 2 տոպրակ, մեկը լցված 63 գրամ մարիխուանայով, մյուսը նույն թմրանյութով լցված 25 փաթեթով, որոնց ընդհանուր քաշն ավելի քան 78 գրամ էր։ Նորաշենցու խուզարկությամբ նույնպես հայտնաբերվեց 2 տոպրակ, մեկում 5 գրամ, մյուսում կպչուն ժապավենով 20 փաթեթ, մարիխուանայի նմանվող զանգվածներով։ Նախաձեռնվեց քրեական վարույթ։ Դատարանի որոշմամբ խուզարկություններ կատարվեցին նաև նրանց բնակության վայրերում։ Նորաշենցու տանը հայտնաբերվեց 1 կիլոգրամ 113 գրամ մարիխուանայի, 2 գրամ շոկոյի նմանվող զանգվածներ, նաև մարիխուանայով լցված 36 փաթեթ, իսկ Դավթաշենցու տանը հայտնաբերվեց 182 գրամ մարիխուանա։ Երկուսն էլ կալանավորվել ու տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։ Հանգամանքները պարզվում են։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնում փետրվարի կեսերից պարբերաբար ստացվում էին ահազանգեր, որ վարչական շրջանի տարբեր փողոցներում ու բակերում կայանված ավտոմեքենաներից կատարել են գողություններ։ Ձեռագիրը նույնն էր, ամեն անգամ գիշերային ժամերին կոտրում էին մեքենայի դռանապակին ու սրահից գողանում իրեր։ Այս հանգամանքը կասկած չէր թողնում, որ բոլոր արարքները նույն անձի կամ անձանց գործն է։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում փետրվարի 25-ին Արաբկիրի համայնքային ոստիկանները իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները եւ համագործակցելով Երևանի գնդի պարեկների հետ առավոտյան ժամը 6:05-ին Կոմիտասի պողոտայում ձերբակալեցին եւ բաժին տեղափոխեցին Մայրաքաղաքի Աթոյան փողոցի բնակիչ 30-ամյա տղամարդուն։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց ինչպես գողոն, նույնականացման եւ բանկային քարտեր, կնոջ մատանի, այնպես էլ հանցագործության գործիքներ, պտուտակահան, լար կտրող գործիք ու երկաթե մահակ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվել է 30-ամյա տղամարդու կողմից մեքենայի ապակին կոտրելու եւ սրահից գողություն կատարելու 13 դեպք։ Տղամարդը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ, հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 112 բարև ձեզ, լսում եմ։ 112 լսում եմ ձեզ։ Քաղաքը նշեք։ Բարի շնորհակալություն, ընդունած եմ։ Ահազանգ ունենք քաղաքացուն օգնություն անհրաժեշտ Մաշտոցի փողոցայում։ 112 մեկ զանգ արագ արձագանք։ Հետիոտնի անվտանգության ապահովումը յուրաքանչյուրի պարտականությունն է, արգելակիր։ Հետիոտնային անցումները մեր անվտանգության գոտիներն են։ Ճանապարհը հատեք բացառապես հետիոտնային անցումներով։ Կառավարությունն իրազեկում է։ Կասկածելի անձանց եւ կազմակերպությունների միջոցով մի ստացեք եւ մի փոխանցեք դրամական միջոցներ։ Հարգելի քաղաքացիներ, ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է դրսևորել առավելագույն զգոնություն, երբ անծանոթ անձինք հորդորում կամ խնդրում են իրականացնել դրամական միջոցների ընդունում եւ փոխանցում։ Ձեռնպահ մնացեք կասկածելի գործունեություն իրականացնող հիմնադրամների կամ կառույցների միջոցով դրամական որևէ փոխանցում ընդունելուց կամ կատարելուց։
Այդպիսի փոխանցումների հետևանքով կարող եք ոչ միայն ֆինանսական կորուստներ ունենալ, այլև ձեր կամքից անկախ դառնալ հանցավոր շղթայի մի մասը։ Եղեք զգոն եւ չեք դառնա զեղծարարության զոհ։ Կառավարությունն իրազեկում է։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է. Հարգելի քաղաքացիներ, որևէ պատրվակով անծանոթ անձանց մի տրամադրեք անձնագրային եւ բանկային տվյալներ։ Մի փոխանցեք նաեւ համացանցի տարբեր հարթակներում գրանցված ձեր անհատական հաշիվների մուտքանունները, գաղտնաբառերը եւ SMS ծանուցմամբ ստացված մեկանգամյա կոդերը։ Նշված անձնական տվյալները փոխանցելով այլ անձանց, հավանական է, որ դրանք հետագայում օգտագործվեն տարբեր հանցավոր սխեմաներում ներգրաված անձանց կողմից, եւ արդյունքում կարող եք ոչ միայն զրկվել ձեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, անհատական հաշիվների հասանելիությունից, այլև դառնալ ֆինանսական հափշտակությունների զոհ։ Հանցավորների ձեռքում հայտնված տվյալները կարող են օգտագործվել նաեւ այլ հանցագործությունների կատարման համար։ Եղեք զգոն, պահպանեք ձեր անձնական տվյալները։